Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները մտնում են ամենալարված ու ամենահուզիչ փուլը, նկարահանումները շարունակվում են, իսկ հեռուստադիտողին սպասվում են այնպիսի սերիաներ, որտեղ յուրաքանչյուր դրվագ բառացիորեն շունչ է կտրելու։ Նորոն վերջապես համաձայնում է աշխատել Էդոյի հետ, չկասկածելով անգամ, որ այդ ամենի հետևում կանգնած է հենց Արշակ։ Նրա համար դա պարզապես աշխատանք է, հնարավորություն ոտքի կանգնելու, պարտքերից դուրս գալու ու ընտանիքի հոգսը իր ուսերին տանելու։ Նորոն դեռ պատրաստ չէ ընդունել Արշակի օգնությունն, անգամ անուղղակի, որովհետև իր մեջ դեռ շատ չլուծված ցավ ու վիրավորանք կա։ Իսկ ճակատագրի հեգնանքն այն է, որ նա ամեն օր աշխատում է մի համակարգում, որը ստեղծվել է հենց այն մարդու կողմից, ումից փորձում է փախչել։ Շինարարական կազմակերպությունում որպես դիզայներ աշխատում է նաև Մագդան։ Նորոյի ու Մագդայի հանդիպումները լարված են, լիճ ասված խոսքերով ու կուտակված զգացմունքներով։ Նրանք դեռ անհաշտ են, բայց նրանց միջև եղած կապը չի վերացել։ Դա զգում են բոլորը։ Մագդան փոխվել է, դարձել է փակ, մտահոգ, երբեմն կտրուկ։ Շրջապատը կարծում է, որ նրա կյանքում հայտնվել է ինչ-որ մեկը, մի մարդ, ով խառնաշփոթ է առաջացրել նրա զգացմունքների մեջ, և այդ կասկածները ցավոք շատ մոտ են իրականությանը։ Կարենը կամաց-կամաց ներխուժում է Մագդայի կյանք, իրեն ներկայացնելով որպես հասկացող, աջակցող մարդ, բայց հեռուստադիտողի համար ակնհայտ է՝ Կարենն այն մարդը չէ, ում կողքին Մագդան կարող է երջանիկ լինել։ Նրա յուրաքանչյուր քայլի մեջ կա հաշվարկ, վերահսկողություն ու վտանգ։ Նա ոչ թե սիրում է, այլ տիրում է, և հենց դա է ամենավտանգավորը։ Այս ամենին զուգահեռ Լանայի վիճակը գնալով ծանրանում է, նա հայտնվել է փակուղում։ Վերցրել է Արշակի փողերը, բայց հիմա բառացիորեն չի կարողանում խոստովանել ճշմարտությունը։ Լանան բառեր է փնտրում բացատրելու, թե ով է ինքը այդ տանը, ինչու է հայտնվել այնտեղ, ինչու է ստիպված ենթարկվել Կարենի պահանջներին։ Նրա լռության պատճառը շատ ավելի խորն է, քան պարզապես վախը կամ շահը։ Լանայի ամենամեծ գաղտնիքը Մագդան է, Մագդան նրա դուստրն է, և հենց այդ ճշմարտությունն է Լանային դարձնում խոցելի Կարենի ձեռքում։ Կարենը գիտի այդ մասին ու օգտագործում է դա անխղճորեն, ստիպելով Լանային անել այն, ինչ ինքը ցանկանում է։ Մոր ու դստեր կապը դառնալու է շանտաժի գործիք, իսկ Լանան կանգնած է ամենածանր ընտրության առաջ՝ պաշտպանել դստերը, կործանելով ինքն իրեն, թե վերջապես ասել ճշմարտությունն ու վտանգի տակ դնել բոլորին։ Սերիալը գնում է այն ուղղությամբ, որտեղ ոչ ոք այլևս չի կարող խուսափել ճշմարտությունից, անցյալը դուռ է թակում, գաղտնիքները շուտով դուրս են գալու, իսկ յուրաքանչյուր հերոսի ընտրություն կարող է ճակատագրական լինել։ Առջևում սպասվում են սերիաներ, որոնք փոխելու են հարաբերությունները, կոտրելու են դիմակները և ցույց են տալու, ով իրականում ով է։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաներն են առջևում, այնպես որ բաց մի թողեք տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Իրադարձությունները «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալում էլ ավելի են խտանում, իսկ լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Ամեն հերոս կարծես քայլում է բարակ սահմանի վրա, որտեղ մեկ սխալ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Նորոն արդեն զգում է, որ իր շուրջ ինչ-որ բան այնպես չէ, թեև նա դեռ չգիտի, որ աշխատում է Արշակի համակարգում, ենթագիտակցորեն զգում է վերահսկողությունը և անտեսանելի ներկայությունը։ Էդոն փորձում է նրան պաշտպանել, չբացահայտելով ճշմարտությունը, բայց որքան երկար է գաղտնիքը մնում փակ, այնքան ցավոտ է լինելու դրա բացահայտումը։ Նորոն աշխատում է գիշեր-ցերեկ, մտածելով միայն մեկ բանի մասին՝ ինչպես փրկել Ալինային, ինչպես դուրս գալ այս փակուղուց առանց մեկ ուրիշի օգնությանը դիմելու։ Բայց կյանքը կրկին ստիպում է նրան կանգնել նույն ընտրության առաջ՝ ընդունել օգնությունը, թե կործանվել հպարտության պատճառով։ Մագդան ներսից փլուզվում է, նրա ներսում պայքարում են զգացմունքներն ու վախերը։ Մի կողմից Նորոն է, մարդու հանդեպ նա դեռ ունի չմարած զգացմունքներ, մյուս կողմից Կարենն, ով աստիճանաբար խճճում է նրան իր մանիպուլյացիոն ցանցի մեջ։ Կարենը հմուտ է խոսքերի մեջ, նա գիտի ինչ ասել, երբ ասել և ինչպես ստիպել մարդուն կասկածել սեփական որոշումներին։ Մագդան սկսում է կորցնել ինքն իրեն, և հենց դա է Կարենի ամենամեծ հաղթանակը։ Լանայի հոգեվիճակն օր-օրի վատանում է, նա հասկանում է, որ այլևս
դժվարանում է երկակի խաղ խաղալ։ Արշակի բարությունը, վստահությունը նրա նկատմամբ ավելի ծանր են դարձնում մեղքի զգացումը։ Լանան տեսնում է, թե ինչպես է Արշակն անկեղծորեն հոգ տանում արևի մասին, ինչպես է փորձում ճիշտ միջավայր ստեղծել երեխայի համար ու այդ ամենը կոտրում է նրան ներսից։ Նա հասկանում է, որ Արշակն այն մարդը չէ, ում պետք է վնասեին, բայց արդեն շատ ուշ է հետ կանգնելու համար։ Կարենը մոտակա օրերին կորցնելու է ինքնատիրապետումը, նրա պահանջները կոպտանալու են, զանգերը հաճախանալու։ Նա սկսում է սպառնալ ոչ միայն Լանային, այլ անուղղակիորեն Մագդային։ Կարենը վստահ է, որ իրավիճակը վերահսկում է, բայց իրականում իր ագրեսիվ քայլերով ինքն է արագացնում իր կործանումը։ Նրա յուրաքանչյուր սխալ քայլ ավելի է մոտեցնում ճշմարտության բացահայտումը։ Արշակը դեռ ամբողջությամբ չի էլ գիտակցում, թե ինչ վտանգի մեջ է իր ընտանիքը։ Նրա ուշադրությունը կենտրոնացած է աշխատանքին, երեխաների ու Նորոյին օգնելու վրա, բայց երբ գումարի անհետացման փաստը դառնում է ակնհայտ, Արշակը սկսում է կասկածել առաջինը՝ Լանային։ Այդ կասկածը դառնում է այն կետը, որտեղ ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել։ Առջևում սպասվում է պահ, երբ բոլոր ճանապարհները հատվելու են մեկ կետում, ճշմարտություններն այլևս չեն կարող մնալ թաքնված, մայրերը ստիպված են լինելու ընտրել իրենց երեխաների միջև, սիրահարները անցյալի ու ներկայի, իսկ Նորոն ու Արշակը վերջապես դեմ դիմաց կանգնել ու խոսել այն մասին, ինչ տարիներ շարունակ լռել են։ Ուրիշի ընտանիքը մտնում է այն փուլը, որտեղ ներման գինը դառնում է չափազանց բարձր, իսկ լռությունը վտանգավոր։ Առաջիկա սերիաները խոստանում են ոչ միայն անսպասելի բացահայտումներ, այլև ճակատագրեր փոխող որոշումներ։